երբ դու օրինագիծ ես բերում, որ ոմանց արյունը ավելի կարմիր է, քան մյուսներինը, երկնագույն։ Հա, սա ոչ միայն, չգիտեմ, բանակի հայրն է անիծում, ուզում են, որ մի օր ուղղակի աղքատները վեր կենան եւ ուտեն հարուստների։ Հայաստանի բոլոր իշխանությունները, բոլոր իշխանությունները ժողովրդին իհարկե նեղացրել են, բանարդար են եղել ժողովրդի նկատմամբ, բայց սա առաջինն է, որ ժողովրդին փչացնում է։ Ես չեմ հավատում, որ զորային հրամանատարների շարքում, չգիտեմ, գնդերի, գումարտակների, նույնիսկ կորպուսների հրամանատարների մեջ կան մարդիկ, ում էս գաղափարը դուր է գալիս։ Ամենաշատը ինչ որ կառաջել է, այդ շարքում հավսար զգաց տանող, ոտնաթաթը ուղիղ ձգող եւ ծունկը չծալող, չծալելով քայլող զինվոր կար առաջ։ Ողջույն, եթերում զորաձրույցն է, ես Արմեն Աթալյանն եմ։ Ես Ավետիք Թեմքերոպյան։ Եվ այսօր մեր հյուրը մեր ընկերն է, լրագրող, խմբագիր, հանրային ռադիոյի նախկին տնօրեն, մեր մարտական ընկերը Գարեգին Խումարյանն է։ Ողջույն ձեզ պարոնայք, ես բազարումի ուրիշ բանի էլ նախկին եւ հուսամ նաեւ ապագա տնօրեն եմ, պես որ մնացածը կնեղանան, կարծում եմ ձեր ներկայացնելու։ Դու ներկայացրու, ոնց ասես։ Առաջին մասը լավն էր, այսպես։ Դու 114 դպրոցի նախկին շրջանավարտ, հայրուսական համալսարանի։ Չէ, դες նախկին որ գնանք շատ։ Այսօր Գարեգինին Գարիկ ասեմ, թե Գարեգին։ Մեր մեջ Գարիկ ենք ասում։ Գնացինք, ուրեմն տենց։ Հա, այսօր Ավոյի հետ որոշեցին Գարիկին կանչենք, որպեսզի Բայց ես Ավոյին միշտ պարոն Քերոպյանն եմ ասում անկախ։ Չէ, չի ստացվի։ Այստեղ պետք է այդ մտերմության բանը պահել։ Թե չէ, սիրալիր եմ ասում, եղբայրաբար։ Խնդիրը ճիշտն ասած բանն է։ Զորակոչի այս նոր կարգն է, որը քննարկվեց շատ լուրջ աղմուկ բարձրացրեց։ Իմիջիայլոց լուրջ չքննարկվեց, բայց աղմուկը լուրջ բարձրացավ։ Դե ինչի համար հենց քեզ հետ, որովհետև դու ես հիշում եմ, որ ակտիվ նաև մասնակցություն ուներ ոգեզենի այդ հալթակի Մենակ ինքը չէ, ես էլ։ Հա, Ավոն էլ, դե ինչու ենք իրանք ասում։ Դու էլ։ Ոգեզենի կարևորագույն անելիքը նաև գաղափարը, որ առաջ էր մղվում, այս հակառակը, հա, այդ համապարփակ անվտանգության սիստեմն է, որի տրամաբանության մեջ, եթե լինում է պատերազմ, ապա երկրում մի տարեկանից մինչև 101 տարեկան բոլոր քաղաքացիները պետք է իմանան իրենց անելիքը, որպեսզի դու կարողանաս ուժեղ թշնամուն դիմադրես։ Ես մի բան ավելացնեմ, որ ոչ թե երբ պատերազմը սկսվում է, այլ ընդհանրապես միշտ անելիքը պետք է իմանալ, դրան պատրաստված լինել, մարզված լինել, վարժված լինել, իսկ այսօր այս նոր նախաձեռնությամբ, այսպես ասենք, հա, որովհետև կարգ ինքը դեռ չի դարել, օրենք դեռ չի դարել, այս գլխադասային հանձնաժողովը չհավաքվեց ազգային ժողովի, որպեսզի դրան եզրակացություն տա, հա, ու մենք իհարկե քննարկում ենք մի բան, որ դեռ իրականություն չի դարձել, բայց նախաձեռնությունը կա, նախաձեռնությունը շուտվանից կա, այդ նախաձեռնությունը համեմված է, այսպես ասած, քաղաքական, ընտրական, նախընտրական, PR, հակա-PR, այսպես աղմուկով, որը կարծում եմ այսօր լավ կլինի հերձենք մի քիչ այդ աղմուկը, մի քիչ այդ նախաձեռնությունը, հասկանանք այստեղ ինչը սխալ է այն գլխից, իսկ ինչը կարելի է այսպես դեռ քննարկել։ Կարծում եմ չեք վիճի, որ խնդիրը իսկապես շատ բազմաշերտ է, ու ես նույնիսկ վստահ չեմ, որ սա ընդհանրապես արժի քննարկել, որովհետև սա անքննարկելի բան է, այսինքն, երբ դու օրինագիծ ես բերում, որ ոմանց արյունը ավելի կարմիր է, քան մյուսներինը, երկնագույն։ Հա, սա ոչ միայն, չգիտեմ, բանակի հայրն է անիծում, սա ոչ միայն պետության հայրն է անիծում որպես այդպեսին, սա ընդհանրապես աշխարհի թերևս ամենահակաքաղաքակրթական բաներից մեկն է։ Հա, մեր մարդկային զարգացման ընթացքում մենք էտապ անցել ենք ու որոշակի ժամանակահատվածից սկսած որոշել ենք, պայմանավորվել ենք, որ մարդիկ այնուամենայնիվ բազային հիմնարար հարցերում հավասար են, համենայն դեպս կյանքի ու մահվան հարցերում հավասար են։ Կարելի է համակերպվել այն մտքի հետ, որ այն մարդիկ, որոնք փոքր-ինչ ավելի հարուստ են, որպես սերվիս կարող են փոքր-ինչ ավելի լավ առողջապահություն օրինակ ստանալ ու չգիտեմ ապրել մի փոքր ավելի երկար, դրա մեջ որ մարդկությունը մի փոքր տեղավորվել է, բայց այս կարգավորումը, որ առաջարկում է, որ եթե դու ունես որոշակի
չափի գումար, որոշակի չափի կապիտալ, դու ընդհանրապես կարող ես չմասնակցել քո երկրի պաշտպանությանը որպես այդպեսին։ Սա չարի եւ բարու վերաբերյալ պատկերացումներից անդին է, սա ուղղակի սա չգիտեմ ինչ ասես։ Ինձ թվում է այդ օրինագծի հեղինակները ուզում են, որ մի օր ուղղակի աղքատները վեր կենան եւ ուտեն հարուստներին։ Կավլիցի ես հիմա զանգվածային անհնազանդության կոչ չեմ անում, բռնության կոչ չեմ անում, սահապելության խոսք չի, այդ օրինագիծը որպես այդպեսին, որը տանում է մեր հասարակությունը սեգրեգացիայի բառեզբուն իմաստով, այսինքն սա հարավային Աֆրիկան է, իսկ հետո եկեք օրինակ այն մարդկանց, ովքեր չեն կարողացել վճարել այդ վճարը գնալ բանակ, փակենք Բանտուստաններում, հա, ինչպես ապարտեիդի ժամանակ էր օրինակ, ու ասենք այ որ Բահալու բրիչը տակ ձեռները, ասենք մենք սրանով կարող ես զբաղվել։ Այո, սրանով կարող ես զբաղվել, այս հարցի մի կողմն է, այս գիտեք վերացականացումն է հայկական կոնտեքստից, այսինքն այս նախորդ պարբերությունը կարող էր ասվել ցանկացած երկրի մասին, որը նույնիսկ Հայաստանը չի իր սպეციფიკայով, այսինքն եկեք ամրագրենք, որ չի կարելի որևէ պարագայում խախտել այդ սակրալ հավասարությունը կյանքի եւ մահվան առաջ բոլոր մարդկանց, ես կարծում եմ, այդտեղ երկրորդ կարծիք լինել ուղղակի չի։ Դե անլուրջ փաստարկներից մեկը էր, մի քիչ առաջ լրջությունից քննարկման ավելի շուտ անլրջությունից խոսեցինք, անլուրջ փաստարկներից մեկն էր, որ քանի որ այդ կոռուպցիան միշտ եղել է փողով բանակից ազատվելու, հենա փողով բանակից ազատենք օրինական, բայց արդյոք այստեղ չկա սեփական ապիկալության, տգիտության, անկարողության կամ ավելին այլոց օրակարգը սպասարկելու խոստովանություն, հա, որովհետև գիտենք, ասենք քաղաքական գործիչներից շատերը այս ընթացքում արտահայտվեցին, որ սա իրականում թաքնված ձևով Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջների այսպես պահանջներին ջուր լցնել է, պահանջների դեմիլիտարիզացիայի առաջիկը, ընդհանրապես ասած, հանրային համախմբման դեմ է սա միանշանակ, հա, իսկ հանրային համախմբումը նույնպես համապարփակ պաշտպանության եւ անվտանգության հենասյուներից մեկն է եւ Ոգեզյանը ինքն էլ ասում է հանրային համախմբման միայն պարագայում կարող ենք մենք հանրությունով, ազգովի պետությունով ընդհանրապես դիմադրել մեր սպառնալիքներին։ Արդյոք այստեղ չկա այս դոմինանտ այսպես տկարության, անկարողության ինքնախոստովանությունը։ Այս իջանք մի հարթություն ներքև հիմա այսպես կամած կհասնենք միջև տենց։ Գաղափարը համարենք, որ իրապես գաղափարը հակահայկական, հակապետական է։ Այո, տես, այդ օրենքի հիմնավորումների մեջ կա վիճակագրություն։ Ես չգիտեմ ինքը փաստաթղթի մեջ այդ հիմնավորում կոչվածի մեջ կա թե չէ, բայց հեղինակը ես հիշում եմ, երբ նոր խոսակցությունն այսպես ի հայտ էր գալիս, դա եթե չեմ սխալվում, դեռ նույնիսկ այս տարի էլ չէր, անցած տարի էր, ինքը հետաքրքիր վիճակագրություն բերեց, այո, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը խնդիր ունեն։ Զորակոչային տարիքի հասնող մարդկանց 50%-ը ըստ այդ օրինագծի ուրեմն հեղինակների ինքը հավաքակայաններ ուղղակի չի հասնում, այսինքն այստեղ կա երկու Դե իմ ունեցած վիճակագրությունը մի քիչ ավելի վատն է, որովհետև իմ իմացածը 60-ից ավելի տոկոսն է, իրականում այդ 15-ից ավելի հազար զորակոչի տարիքի հասնող երիտասարդներ են ամեն տարի, որից կեսից հաստատապես ավելի պակասն է գալիս ծառայության։ Այդ խնդիրը կա, հիմա 50% է, 60% է, չգիտեմ, բայց այն որ մարդկանց, որ բանակը չի ստանում իրեն հասանելի մարդկանց, դա իսկապես փաստ է, դա խնդիր է, որը պետքա լուծվի։ Մենք գնում ենք հակառակ ճանապարհով, մենք խոստովանում ենք, որ մենք այդ խնդիրը չենք կարող լուծել, մինչդեռ ես կարծում եմ, որ ինքը միանգամայն լուծելի է։ Ասում ենք, եկեք այդ խնդիրն ուղղակի օրինականացնենք, այդ, չգիտեմ, օրինակ Հնդկաստանում երևի գիտեք վիճակագրություն կա, որ աշխարհում հա բանը մեկ միավոր ժամանակում տեղի ունեցող բռնաբարությունների թվով Հնդկաստանը տարբեր պատճառներով, այդ թվում եւ դեմոգրաֆիկ համար մեկն է, այդ ոնց որ հնդկական իշխանությունները ասեն, այնտեղ դա իսկապես խնդիր է, օրինակ Փառք Աստծո Հայաստանում արևմտյան նաեւ քաղաքակրթության երկրներում այդ տենց այդ աստիճանի բարդ խնդիր չի, որքան օրինակ այդ հասարակություններով, էլի ամենայն հարգանքով շատ տարբեր
պատճառներով, այդ ոնց որ այնտեղ ասենք գիտեք դե մեր մոտ ինքը շատ է, մեր մոտ տենց ամեն 50-րդ ամեն 50%-ը չենք կարողանում բացահայտել, եկեք ուղղակի սա օրինականացնենք։ Ասեմ ավելին, եղել են դեպքեր պատմության ընթացքում, էլի արևելյան քաղաքակրթություններում, երբ այդ հարցերը գցելու ինչ որ տենց ազգագրական մեխանիզմներ կան, այդ ինչ որպեսի դեպք է տեղի ունեցել, հասարակությունը ինչ որ շտրաֆեր նշանակում այնտեղ, չգիտեմ, ընտանիքի կառուցվածքի փոխվի եւ այլն, բայց այդ դեպքը չի, հա, այսինքն այդ լրիվ հենց այդ նայեք բանակ չգնալը հանցագործություն է։ Դա դասալքություն չի իհարկե, մենք այդ տերմինը շատ հաճախ պատեհ եւ անպատեհ օգտագործում ենք, դա հանցակազմ է, խուսափում է զինվորական ծառայությունից։ Սա հանցագործ Եթե օրինական պատճառներ չկան իսկապես։ Սա լեգալայզ է, սա դասալքության լեգալիզացիա է, սա բանակ զինվորական պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու լեգալիզացիա է, որը նաեւ բացի ամեն ինչից հակասահմանադրական էլ է։ Ինչ շատ հետաքրքիր կլինի տեսնել սահմանադրական դատարանի այն վճիռը, որը կասի, որ օրինագծի մեջ հակասություն չկա սահմանադրության հետ։ Դե մարդու իրավունքների պաշտպանը լրությունը խախտեց իր դարավոր եւ արտահայտվեց սրա հետ կապված, որ որոշ դրույթներ հակասում են սահմանադրությանը, ընդ որում այստեղ հենց իրավունքների տեսանկյունից, հա, մարդու իրավունքների եւ հավասարության եւ սոցիալական հավասարության տեսանկյունից, բայց ես օրինակ այստեղ մի վտանգ եմ տեսնում, շատ լուրջ վտանգ, որը կարող է բերի պետության փլուզման, իրականում սա հասարակության այսպես ասած կաստայացման հիմք է այդպես։ Հա, եթե առաջ կար ռասայական խտրականություն, զինվորի մայրը առանձին ռասա էր դարել Հայաստանում, հա, եթե 90-ականներին կամ 2000-ականների սկզբին զինվոր բանակ ճամփել է եւ հետ դիմավորել այսպես հպարտությամբ էր, հետո դա դարձավ խեղճության նշան, բայց հիմա գնում ենք ոչ թե խեղճությունից անցնում ենք կաստայացման, որը բերելու է լուրջ է սոցիալական խնդրին, սոցիալական լարվածության խնդրին, իմիջիայլոց այստեղ աղքատությունը ու հարստությունը այնքան սոցիալական լարվածություն չի առաջացնում, ինչքան օրինականացված կաստայացումը։ Ընդ որում կաստայացում հակառակ ընտրանքի սկզբունքով, որովհետև այդ կաստայացումը միշտ եղել է զենքի շուրջ, զինված մարդկանց շուրջ, բայց սովորաբար քաղաքակրթական բնականոն ընթացքը ենթադրում է, որ էլիտան հենց այդ ռազմաֆեոդալական այնտեղ կաստան բարձր կաստա։ Հիմա մենք ստեղծում ենք ստորին կաստա ենք ստեղծում, որը իմիջիայլոց պետք էլ չի ասել, որ հարուստ եւ աղքատ, հա, կլինեն մարդիկ, որոնք որ գաղափարապես աղքատ կգտնվեն այնքան, որ կգնան փողով երեխաներին բանակից ազատելու, մենք կունենանք ինչ որ, այսպես ասած, վեհնախավի նման մի բան, որը գաղափարապես աղքատ կլինի, եւ կունենանք ներքին խավի նման մի բան, որը գաղափարապես կասի տունս չեմ վաճառի տղայիս բանակից ազատելու համար, կամ չեմ գնա վարկ վերցնեմ 5 տարի կամ 10 տարի փակեմ, տղես բանակից ազատվի։ Մինչդեռ մենք իհարկե կգտնվեն։ Ամենամեծ պարադոքսը գիտես որն է, որ այ մենք հիմա 3 լուրջ տղամարդ նստած քննարկում ենք մի բան, որը Ամարտ ընդհանրապես քննարկելու չի։ Սրա մասին խոսելը ես կարծում եմ, էլի, սրա մասին խոսելն էլ է ամոթ, էլի, ինչ որ իմաստով։ Մի կողմից պղծություն, ցավը գիտես որն է, որ մի առավոտ կարող եմ մենք լուրջ 3 տղամարդը սալտնանանք ու կարդանք լուրերով, որ այսօր առավոտյան խորհրդարանը հերթական նիստում հաստատեց։ Ու ասես վայ հիմա։ Եկեք հանուն արդարության մի կարևոր բան էլ ֆիքսենք, այդ օրինագծում պոզիտիվ բաներ էլ կան։ Այնտեղ շատ խստացված է զինծառայության զորակոչային տարիքում եղած ժամանակ քաղաքացիությունից դուրս գալու ընթացակարգը շատ բարդացված է ու շատ թանկացված է, ինչի հետ։ Բայց դա էլ սահմանադրության հակասությունն է, որտեղ գենդերային բան է։ Նայ, այստեղ խտրականությունը կներես, էլի, ասենք ինչի պետք է աղջկա համար, չգիտեմ, պահանջեն 100,000 դրամ, տղեկի համար 15 միլիոն։ Էդ էլ է, իհարկե, հա, այստեղ։ Ուրեմն աղջիկներին էլ թողնի։ Այստեղ էլ կա այդ լուրջ խնդիրը, բայց ես օրինակ ավելի հեռու կգնա իրականում։ Կզրկեի ոչ միայն քաղաքացիությունից, այլ բոլոր իրավունքներից Հայաստանում։ Գույքից, գույք ունենալու իրավունքից, հա, որևէ գործընթացի մասնակցելու Հայաստան գալու իրավունքից կզրկեի։ Այն մարդկանց, ովքեր կգտնվեն գաղափարապես այդքան աղքատ, որ կգնան կամ գնում են այսօր, հա, քաղաքացիությունից հրաժարվելու, ինչա թե բանակ չգնան ծառայելու, էլի չեք անում Հայաստանում ախպեր։ Լրիվ համաձայն եմ։ Այ կոչվել յան վերջացանցից էլ կզրկեի իրականում, որովհետև գիտեք խնդիրը հիմա կարող ասել
Բայց ծայրահեղականություն չի իհարկե, ծայրահեղականություն չի փողով քաղաքացիությունից հրաժարվել, բայց ասենք օգտվել ասֆալտից, դպրոցից, առողջապահությունից, Այդ կարգավորման փիլիսոփայությունը հենց այդ է որքան հասկանում ես։ Այսինքն դու ծնվել ես, քեզ մատուցվել է անվճար ծննդօգնություն։ Դու գնացել ես հանրակրթական դպրոց, որը քեզ համար եղել է անվճար։ Դու ստացել ես այսպես միլիոնավոր դրամների սոցիալական ծառայություն պետությունից մինչև քո չափահասություն լրանալու։ Ենթադրվում է, որ եթե այսպես սերունդների համերաշխության սկզբունքը թոշակառուներից տեղափոխենք դեպի զորակոչային տարիքի երիտասարդներ, այդտեղ պլյուս-մինուս նույն բանն է աշխատում։ Այսինքն մինչ դու ծնվում ես գնում էիր դպրոց, սովորում էիր եւ այլն, քեզանից մի փոքր ավելի մեծ տղաներ սահմանի վրա ապահովում էին, որ դու այդ դպրոցը գնաս, ծնվես եւ այլն։ Մի փոքր ավելի տարիքովներն էլ աշխատում են հարկեր են վճարում, որպես մնաց ծանոթ։ Այս սա հենց հանրային համերաշխությունն է, որի մասին որ մենք խոսում ենք, որը այս օրինագծով իսկապես մեծապես խարխլվում, ասեմ ավելի, նույնիսկ եթե ինքը չընդունվի էլ, ինքը մեկա խարխլվում է, որովհետեւ գիտեք, նարատիվներ կան, որոնք անհետևանք չեն մնում, այսինքն սա Օվերտոնի պատուհանն է։ Ընկերներն են, որ ասում են, ինչ վատ բան կա սրա մեջ, որ ես տենց ընկերներ չունեմ, չէ, ընկերներն են, որ ծառայել են, հա, պատերազմել են մասնակցել, բայց այսօր ասում են, էլի լավ, էլի փող կգա բյուջե, բան եւ այլն, բայց պիտի հասկանանք մի բան, որ հասարակության այս հանրային համերաշխության հիմքերը խարխլելը շատ ավելի տևական, խորը եւ մնայուն ազդեցություն ունենալու։ Բայց ախր ստե մի հատ խնդիր կա, էլի, եկեք մի քիչ գոնե ազնիվ լինենք, ժո։ Այդ համերաշխությունը արդեն խարխլված է։ Ինչի, որովհետև եթե դու պատմականորեն նայում ես, ցանկացած պետության էլիտան միշտ առաջնորդել է պատերազմներ։ Ու հիմա էլ այդպես։ Այսինքն դու կարդում ես օրինակ լուրեր, կարդում ես, որ Աֆղանստանում կամ Իրաքում բրիտանական զորքի էսինչ հրանատարը, որը էսինչ ընտանիքից է, ու կարդում ես մեծահարուստների ընտանիք է, որի միտեղ են էսա, միտեղ են էլ պարտադիր գնացել սպայա դարել։ Հա, ինչ որ կոմսեր են, են հերցոգներ են։ Դարերով եկել է։ Մեզ մոտ մեծահարուստը միշտ էլ թքած է ունեցել բանակի վրա։ 1000-ից մեկն Ռուբեն Վարդանյանի որդին որ ծառայել, Ռուբեն Վարդանյանի տղեն, որտեղ մի հատ դեպք կա, հա, Ռուբեն Վարդանյանի որդին Բակո Սահակյանի որդու հետ ծառայել էր, հա, Քոչարյանի որդիները ծառայել են, բայց այնց աղմուկ չէր բացած, ես գիտեմ որ սպեցնազում էին ծառայել, հա, ու բանի, Փաշինյանի որդի հետս ֆուլ PR-ը ծառայել է։ Ու վերջ Տոնոյան Դավիթի տղու հետ միասին։ Հավնեց հավեսով PR արեցի։ Ես էլ սովորական քաղաքացին եմ, այն ինչ որ հիմա ըստ էության Հայկ Սարգսյանը թղթով դեմ է տվել։ Մենք նստած խոհանոցներում մենք նկատում ժողովուրդը քննարկել է միշտ որ ախպեր էս երգիրը քյասի բիվզինա թողած, հարուստները կայֆավատ են լինում, մեր երեխեքը գնում զոհվում են։ Հիմա Հայկն Սարգսյանը եկել ասում է ժողովուրդ, եկել է անկեղծանալու ժամանակը, եկեք այդ ամեն ինչը թղթին փոխանցեք, որ չէ, որովհետև այն օրը իդեպ ես հիմա փորձում եմ ինձ դիրքորոշումը Կինս այդ մասին մի լավ հոդված էր գրել Լիանա Խաչատրյան։ Ես իր հետ այստեղ համաձայն եմ։ Ախր նայեք, օրենսդրական կարգավորումները իրանք միայն կիրառական չեն, այսինքն օրենքը միայն այն բանի համար չի, որ ասի ինչն է կարելի, ինչը չի կարելի, ինչի համար որքան է պատժվում։ Օրենքը դա մեր բոլորի անունից մի հռչակագիր է, որը սահմանում է ինչն է լավ, ինչն է վատ մեր համար։ Այսինքն իրա պրակտիկ կտոր ես չկինես իրա պրակտիկ կտորը Լիանային եմ ասում շատ ճիշտ է պրակտիկ կտորը երբ արանքից հանում ես պատժաչափերը հանցակազմի նկարագրությունը եւ այլն եւ այլն կամ եթե քաղաքացիական օրենսգրքի մասին ենք խոսում իր մնացած դետալները ինքը լայն իմաստով մեր կոլեկտիվ վերաբերմունքն է երևույթներին դու շատ ճիշտ ես ասում հանրային համերաշխությունը եղել է խարխլված մեր մոտ երևի կարծում եմ 88 թվի շարժումից հետո անկախության հռչակումից հետո այս սկսած 91 թվականից սկսած մենք զբաղվում ենք ազգովի նրանով, որ խարխլում ենք մեր հանրային համերաշխությունը, բայց մենք երբեք չենք կարող օրենքի տեսքով ամենաբարձր հռչակագրային ձևաչափով ասել, որ սա նորմալ է։ Ես մի քաղաքական գործիչ ուզում եմ հիմա մեջբերում անել, բայց չեմ ասի ով է, որովհետև քաղաքական նախասիրությունների, հա, այս սուր դարաշրջանում ուզում եմ որ միտքը ընկալվի առանց այդ մտքի հեղինակի, որովհետև մանուն գուցե տամ շատ-շատերը տարապես չուզենան սա լսել։ Նա մի հետաքրքիր բան էր ասում։ Ասում եմ Հայաստանի բոլոր իշխանությունները ժողովրդին իհարկե նեղացրել են, բանարդար են եղել ժողովրդի նկատմամբ, բայց սա առաջինն է, որ ժողովրդին փչացնում է։
այս դիսկուրսը, այս խոսույթը ինքը խփում է ու այն ամենա ողնաշարին եւ ցանկացած մարդու եւ մարդկանց խմբերի եւ մեր որպես հասարակություն դուք տեսեք մենք արդեն ահագին ժամանակա խոսում ենք մենք հենց իր ռազմակիրառական ասպեկտին չենք էլ ասել որովհետեւ ինքը իմաստների հարթության վրա ինքը այնքան զարհուրելի բան է որ դու չես էլ հասցնում դրա տեխնիկականը արդեն քննարկելը անիմաստ կլինի չնայած ես կուզեի տեխնիկական էլ քննարկել որովհետեւ տեխնիկականի մեջ կան էլի զարհուրելի մանրամասներ այսպես ասած հա եթե ուշադիր կարդացած լինի իսկ ես ուշադիր կարդացել եմ օրինակ Հայկ Սարգսյանի նախաձեռնությունից մինչև կառավարության հավանությանը արժանացած օրենքի նախագիծը ինչ որոշակի տրանսֆորմացիաներ տեղի ունեցան այնտեղ սահմանային տարիքը զորակոչի 37-ից իջավ 32 4 ամիսը դառավ 6 գումարներ փոխվեցին այսպես այնպես բայց Պաշտպանության նախարարությունը հանկարծ վերցրեց ու իրեն վերապայծ իրավունք սահմանել թե յուրաքանչյուր զորակոչի ժամանակ քանի հոգի կարող է բան անել օգտվել այդ իրավունքից կվոտա ընդ որում այստեղ խոսք գնում է հենց յուրաքանչյուր զորակոչի ժամանակ հիմա լրիվ եղում ունես գլուխդ քորի վիճակը լինելու որտեվ արդեն կաշառքով հերթի մեջ առաջ են սկսելու ընկնել արդեն դառնալու աճուրդ հա ու կաշառք այդտեղ էլի իհարկե գնալու է այստեղ կաշառքի սահմանային չափ են որոշում մի դեպքում հա մյուս դեպքում արդեն այդ ազատվողների կվոտայի մեջ էլի փողով հա օրինական վճարով ազատվողների կվոտայի մեջ ընկնելու համար կաշառքով պետք է հերթի կանգնեն ու ինձ թվում է որ այստեղ կոռուպցիայի դեմ պայքար օրինականացում են կաշառքի չգիտեմ ինչ այս սրա մասին խոսել նույնիսկ ավելորդ է այն իմաստով որ մարդիկ մի կողմից մի բան են հայտարարում մյուս կողմից ուրիշ բան անում են երրորդ կողմից նույն երևի կհիշեցել 2024 թվականի վերջին վարչապետ կոչված ելավ ինչ-որ պրեզենտացիայի ժամանակ Հայաստան Սփյուռքելի ասեց հա համապարփակ պաշտպանության անվտանգության համակարգ հանրային ճնշման տակ սկսեցին անվտանգության խորհրդում դրանից խոսել այս կոմենքում բայց այն հենասյուները որի վրա հպահ են ընդ որում համապարփակ պատրաստվածություն մարզվածությունը հա համապարփակ պաշտպանությունը բանակի կողքին ակտիվ պայստազոր պլյուս տարածքային պաշտպանություն պլյուս տեղային պաշտպանություն եւ այլն գալիս են կանգնում ենք մի իրավիճակի առաջ որ ասում են մի բան անում լրիվ հակառակը ընդ որում գաղափարապես էլ լրիվ հակառակը ոչ միայն տեխնիկապես այլ նաեւ գաղափարապես լրիվ հակառակը կոռուպցիայի դեմ պայքար բայց կոռուպցիան օրինականացնում են եւ կոռուպցիայի նոր ձևեր են հորինում իրականում սրանով կոռուպցիայի նոր ձև է հորինում ինչպես ասացի արդեն այդ հերթի մեջ ընկնելու առաջ այդ կվոտայի մեջ ընկնելու առաջ կաշառք են տալու որ կվոտայի մեջ ընկնեն Դի անկեղծորեն խոստովանեմ, այդ աստիճանի լուրջ չեմ հետևել process-ին, բայց պաշտպանության նախարարության մասին խոսքը գնաց, գիտես գուցե եւ պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատում կան այդ գաղափարի համախոհներ, բայց անկեղծ ասած, ես չեմ պատկերացնում զորային են հրամանատարին, որի մազերը բիզբիզ չեն կանգնում այդ գաղափարին։ Եկեք չէ անկեղծ էլի, այսինքն այլ բան, որ այդ մարդիկ ծառայության բնույթով են սահմանափակ ցավոք սրտի, օրինակ, այդ զինվորականներին կարելի լիներ խոսել որպես այդպեսին ու կարելի լիներ մի փոքր ավելի պրոակտիվ լինել, չեմ ասում այնքան որքան Թուրքիայում է, երբ չգիտեմ 10-ամյակը մեկ բանակը բոլորին շարում էր այդ ծրում էր տներով էլի, բայց մենք այդ մարդկանց փորձառությունը մի տեսակ բաց ենք թողնում, իսկ իրանք էս վստահ եմ շատ բան ունեն ասելու։ Ֆիքսենք, ես չեմ հավատում, որ զորային հրամանատարների շարքում չգիտեմ, գնդերի, գումարտակների, նույնիսկ կորպուսների հրամանատարների մեջ կան մարդիկ, ում էս գաղափարը դուր է գալիս։ Ես չգիտեմ այն բանաձևը, այն բաղադրատոմսը, որով կարելի է այդ մարդկանց պատկերացումը տեղ հասցնել իր վերադաս հրամանատարության։ Ես իդեպ վստահ եմ, որ օրինակ կյանքի կոչվելու դեպքում միանգամից բանակում միջանձնային հարաբերությունները սուպեր վատանալու են, որովհետև պատկերացրու դու ծառայում ես, պիտի ծառայես 2 տարի, ուսումս ինչ-որ մեկը գալիս ասում են, էս ինչյանն է, մի ամիս է ծառայելու, դու ասում ես, մի 20 հոգիս էս ատամները կրճտացնելու, դու լուսահոգի հայրս պատում էր, որ այդ 20 միլիոնը մի հատ էլ ծնողներից քերի կբերի, հա, որովհետև էլի դեպք ասացիր, ես պատկերացրեցի, որովհետև ես ժամկետային ծառայել եմ, Գարեգն էլ ժամկետային, դու էլ ես երևի ծառայել ժամկետային, ես պատկերացրեցի սկսեցի վերհիշել իմ ծառայության ժամանակ այն ով որ
լավ այնց հաստ մեծ տուլիկ էր ստանում եւ ով որ չէր ստանում այդ, հա, բայց նաեւ են նայող, այսպես ասած, կոչված տղերքը, որոնք որ դու իրքան վաղուց ես ծառայել, ժամանակ չկար։ Այդ տուլիկից փայ ունեին, էս ունեին, այն ունեին եւ այլն։ Հիմա այդ փաստացի իրականում վերադառնալու ենք դրան այդ պիղծ ժամանակներին, որ ոչ թե այդ հավասարություն, համերաշխություն, այսպես նոմինալ գոնե օրենքով, հա, այլ օրենքով արդեն օրինականացված անհավասարություն, անարդարություն եւ օրինականացված կաշառքներ։ Չավարտեցի, պապաս պատում էր, որ իր զինծառայության տարին ռեֆորմի տարի էր, երբ 3 տարվա ծառայությունը դարձավ 2 տարի ու իսկ ավարտածների համար դարձավ մի տարի։ Ու երբ իրանք այսպես մալադո եկան զորամաս, իրանք տեսան մարդկանց, ովքեր հեսա 3 տարին է բոլորում իրանց ծառայության, այդ դեմբելների, պատկերացրեք այդ դեմբելներին, ովքեր 3 տարի ծառայել են։ Ես կեսով ծառայելով տեսա այն ավարտածներին, որ եկան արդեն 2 տարի պետք է ծառայեին, էլի։ Պատկերացրեք 3 տարի ու մի տարի ու դա իսկապես մի տարի այդ ծառայությունը տենց բավականին պայթյունավտանգ էր ու անընդհատ կոնֆլիկտներով էր, որտեղ մի խոսքով այ մենք էլի խոսում այնքան բազմաշերտ է այդ հարաբերությունները, որ առաջանալու է բանակում զինվորի միջև, առաջանալու է բանակում սպա զինվորի, որ ասում են այս ձեռմիտուր ինքը փոխտավող է հանկարծ չբողոքի, այդ մակարդակում, այն մակարդակում, որ հիմա ըստ էության ինչն է մոտիվացիան, ասում են վատ կլինի, որ բանի զինվորի գրպանը 100,000 դրամ փողը։ Անկեղծ ասած ինձ ժամկետային զինծառայության ժամանակ բացարձակապես այդ փողը չէր անհանգստացնում, անկեղծ։ Ես շատ երջանիկ էի, որ տանեցիները ինձ չեն պահում, պետությունը այսպես շորս ու սնունդս ապահովում է, ես էլ ինչ պետք է տենց։ Իմ ժամանակ մի առանձնապես այդպես չէին։ Չէ, նկատի ունեմ, այսինքն դեռ լավ չէին էլ ապահովում։ Հետո նայեք, էս էլ է շատ կարևոր հանգամանք, էս էլ է հանրային համերաշխության ու պետականության անկալման խնդիր, էլի։ Ժամկետային զինծառայությունը բացի անվտանգային գործոն լինելուց բացի նաև մեղայաստո օտար բառ պիտի օգտագործեմ, ինքը nation building-ի ախր կարևորագույն գործոններից մեկն է։ Ժամկետային զինծառայությունը դա քաղաքացու ինիցիացիայի տեղն է, այդ զինվորական երթումը, որ դու տալիս ես, դու ուրիշ ոչ մի տեղ փաստացի պետությանը դրոշին երթում չես տա, դա միակ տեղն է, որտեղ կառուցվում են քո հարաբերությունները պետությանը։ Այդ օտար երկրացին է Հայաստանի Հանրապետությանը երթում տալիս, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանում։ Կներես, այդ 2 տարին, որ մարդը գնում է եւ անվճար ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։ Մենք անընդհատ խառնում ենք ծառայությունը աշխատանքի հետ։ Դրանք սկզբունքորեն տարբեր բաներ են, տարբեր մոտիվացիաներ են։ Ես օրինակ ժամկետային զինծառայության ժամանակ շատ գիտակցված ու նաև հետո ասում եի, այս ամենակարևոր բաներից մեկն է, որ ես անում եմ իմ կյանքում ու ինքը բացի նրանից, որ ինքը ինքնին է շատ կարևոր, ես դա անում եմ նաև ձրի ու սա վերջի անգամն է, որ ես ձրի գործ եմ անում։ Այն էլ էս կարևորության։ Դա էլ տես ասում են զինվորի գնաց պարտքը կատարեց եկավ, բայց եկեք հասկանանք, դա ինչ պարտք էր, էլի։ Այդ շատ պատվաբեր պարտք է։ Դա պարտք չի։ Իմ կարծիքով դա պարտավորություն եւ պարտականություն է, բայց ոչ մի դեպքում պարտք։ Հիմա տես այդ պարտքը, հա, այսօր ես կարծում եմ, որ էլի այդ թաքնված նարատիվներով աշխատում են այդ պարտքը վերածել փողի, հա, փողով փակել այդ պարտքը, բայց պարտավորությունը եւ պարտականությունը փողով չես փակում։ Հա, պարտականությունից եւ պարտավորությունից փողով չես հրաժարվում։ Այդ պարտքն է, պարտքի գաղափարը։ Մոխպատով վճարվելիքը ոսկով չեն վճարում ավելի։ Այո։ Մի բան ասեմ, էլի, ես մի 2 ամիս առաջ ուրեմն հոդված էի կարդում Իսրայելի մասին ու հետաքրքիր է, որ բացասական հոդված էր ու հենց իսրայելական ու վիճակագրություն էր բերվում, որ այս պատերազմի ֆոնին մոտ 30-40%-ի է հասել բանակի ծառայությունից խուսափողների թիվը Իսրայելում։ Սախալի մասին է խոսքը։ Հա, ու պաշտպանության նախարարությունը միջոցներ է սկսել ձեռնարկել, որպեսզի ավելի հրապուրիչ դարձնի, այնտեղ բայց ինչ էր էլի, ասվում էր, որ արձակուրդների մասով, հա, արձակուրդներ ավելի հաջող, որ ավելի մեծ շրջան կարած գնաս արձակուրդ, որ, չգիտեմ, բաներ է ավելի հրապուրիչ է էլի դարձնում, որ այդքան sense խիստ չի, խստությունը թեթևացնող ինչ որ բաներ եւ այլն։ Հիմա ես վստահ եմ էլի, եթե Իսրայելը մի հատ քնեսետի պատգամավոր դուրս գասի, ժողովուրդ եկեք փողով դարձնենք, բան, չնայած որ Իսրայելը հարուստ է, իդեպ այն մորքուրները, որ միշտ sense հոդվածների տակ գրում են, սարքեք բանակը բան, այդ
պայմանագրային, հա։ Դու պատկերացնում ես Իսրայելը, որ ուզենար պայմանագրային բանակ, ինչ հանգիստ կարող չէ, աներ իր բյուջեով, իր ֆինանսական Բայց չէ, ու պատկերացնում եմ նման падգամավորի օրը ինչ կդառնար, եթե գիտեք որևէ բանակ, որը ստեղծվել է պատերազմելու համար, ուզում եմ ասեմ, իրանք եւս այդ խնդիրը ունեն ու շատերը ունեն իմ կարծիքով։ Շատ հետաքրքիր դիտարկում էր, երկու կտոր կա այստեղ, շատ հետաքրքիր վիճակագրություն է, որ Իսրայելում ռեզերվային զորակոչի ենթականների 40%, որքան հասկացա, տենց Չէ, երիտասարդները որ պետքա գնան այս պատերազմի ֆոնին։ Այս պատերազմի ֆոնին շուրջ 40%-ը չի ուզում ծառայի։ Շատ հետաքրքիր տվյալ է, կարդամ Կարծիքով մենք ռոզվի ակնոցներով ենք նայում։ Այս շատ հետաքրքիր է, շնորհակալություն։ Երկրորդ կտորը, բոլոր այն բանակները, որոնք ստեղծված են պատերազմելու համար, այս պահին աշխարհում բանակների մեծամասնությունը պատերազմելու համար չի։ Այսինքն բանակը եւ զինված ուժերը օրինակ արևմտյան աշխարհում այդ միջազգային հարաբերություններին մասնակցելու գործիքա, դա հանրային դիվանագիտության էլեմենտ է, եթե կուզեք, այդ Չնայած տեսնում ենք, որ ձևա փոխվում է։ Չէ, հիմա ռուս-ուկրաինականից հետո բոլորը շոկի մեջ են ու հասկացան, որ այդ դարաշրջանը անցավ, բայց ակնհայտորեն Եվրոպայում մենակ չկար։ Եվրոպայում երևի միակ բանակը, որը այն գլխից, այսինքն ինքը պատերազմը աչքի առաջ ունեցել է, նույնիսկ Ֆինլանդիան չէ, խոսքը Լեհաստանի մասին է, ծավալներն է, ինքը այս պահին երևի Թուրքիայից հետո ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն է, շատ ամբիցիոզ ռազմական արդյունաբերություն, մի խոսքով ովքեր որ պատերազմ են աչքի առաջ ունեցել։ Մնացածը տենց կոալիցիայով այստեղ այնտեղ փոքրիկ խաղաղապահ գործողություններ, ոստիկանական օպերացիաներ եւ այլն, այդ պայմանագրային բանակը ինքը այդտեղ է, բոլոր այն բանակները, որոնք Եթե խոսքը Միացյալ Նահանգների մասին չի, որը կարող է իրան միլիոնանոց բանակ թույլ տալ պայմանագրային եւ դեմոգրաֆիկ իմաստով եւ տնտեսական իմաստով։ Բոլոր այն բանակները, որոնք աչքի առաջ ունեն ռեալ մարտական խնդիր, օրինակ Չինաստանին, հա, չինական բանակը պայմանագրային չի, այնտեղ իսկապես Թուրքիային, Պարսկաստանին, Ադրբեջանին, Իրաքին, Սիրիային, որևէ երկիր, որը ունի, որի բանակը իր աչքի առաջ ունի մարտական առաջ, Սինգապուրին, հա, որը իսկապես, այսինքն դու ինքը վերացական չի, սպառնալիք, այդ ռազմական վտանգը վերացական չի։ Ինքը գիտի, որ գալու են այս կողմից, գալու են մոտավորապես այս ուժերով եւ այլն, իրենք բոլորը պահում են զորակոչային բանակներ, ինչի համար։ Այս ամենահետաքրքիր ու մեծ խնդիրն է մեր հանրային գիտակցության մեջ, էլի, մեզ թվում է, որ այն բանակը, որի մեջ որ մենք հիմա ծառայում ենք, այ դու գնացիր, կանգնած ես դիրքում կամ ուրիշ խնդիր ես կատարում եւ այլն, այդ բանակը կռվելու համար է։ Հիմա կներեք խորհրդային տերմինաբանություն օգտագործելու համար, ուղղակի կարևոր տեղ ենք ասել, որ բոլորին պարզինի կա տենց հասկացություն, տերմին armia prikrytie կոչված, չէ՞, ապահովման բանակ ասենք, որի միակ խնդիրը դա երկրի ռազմավարական ծավալումը ապահովելն է։ Այդ ծավալված բանակը արդեն գալիս է, սկսում է լուրջ խնդիրներ կատարել։ Հիմա մեր բոլոր ռեֆորմները, Իսկ 2020-ին մեծ հաշվով մեր բանակը իր գործը փայլուն իր գործը կատարել է, այդքան էլ հաշված է, այսինքն Թուրքիայի դեպքում օրինակ ռազմավարական ծավալումը մինչև 90 օր է, բայց իր մասշտաբներն են ուրիշ, այսինքն ինքը կես միլիոնից 90 օրում գալիս հասնում է 2.5-3 միլիոնի։ Մեր բանակը մեզ տվել էր ահագին ժամանակ, ինքը առաջի գիծը պահել էր 7-8 օր, հետո ընդհանուր առմամբ քիչ թե շատ մի խոսքով մենք ունեինք այդ ժամանակը, մենք 44 օրում պիտի ծավալվեինք, իսկ դա մեր մոտ տեղի չունեցավ, որտեղ մենք ռեզերվներով երբեք չենք աշխատել, որովհետև այդ պահանջն էլ դրած չի եղել։ Իրականում պահանջը դրած էր, բայց 19 թվականին, հա, վարչապետու Պաշտպանության նախարար Իլյան երրորդյա զորավարժությունից հետո ասեցին 220,000 հոգի ռեզերվիստ ենք։ Վիկիպեդիայում էլ է տենց կանգնացրել, բայց ես եթե ինձ ռեզերվիստ էին համարում իհարկե ժամանակ կներեք ես ռեզերվիստ չէի։ 220,000-ը գիտեմ ինչ էր, դա ընդհանրապես Եթե ինքու մասին է խոսքը։ Դա այդ հերախոսը զանգեր, որը պատասխանել էին, էլի։ Բայց մի հատ իդեպ հացել ստեղ կա, էլի։ Երբ որ խոսում են կոռուպցիայից, որ այ ժողովուրդը խուսափում է եւ այլն, 2023-ին երբ որ մենք 25 օր էինք, դու լավ կհիշես, որ մեզ հետ եկել էին հավաքի մարդիկ, ովքեր ունեին սրտի խնդիր, մարդիկ ովքեր ունեին Մեզ հետ հայերենը ոնց էր։ Մեզ հետ ճոված։ Մեզ հետ ճոված կա։ Կանայք էին եկել մեր հետ։ Չէ, այդ մասով չէ։ Այսինքն նույն պետությունը մարդու թևից բռնել էր, որը իսկապես առողջական խնդիր ուներ։ Հա, նկատուն է զորակոչով։ Հա, վերել էին 25 օր, իր գործից կտրել էին, այդ ոնց է, թե կոռուպցիան չաշխատել։ Ռազմական գործարանում աշխատողին էլ էին բերել։ Մենք հետո իրականում այդ խնդրի հետևից գնացինք, այդտեղ կոռուպցիա չեմ ուզում անվանեմ, չեմ ուզում մերկապարանոց որևէ մեկին մեղադրած լինեմ, բայց այդտեղ process-ը հակառակն է։ Երբ
դու 25 օրյա վարժական հավաքի ես գնում, քո վրա սկսում են տարածվել բոլոր այն արտոնությունները, որոնք ունեն պրոֆեսիոնալ զինվորականները եւ ժամկետային անձնակազմը։ Այսինքն, երբ դու 25 օրյա վարժական հավաքի ես, քիչ բան է տեղի ունենում, քեզ պարտավոր են հոսպիտալում պետպատվերով բուժեն։ Հիմա այդ մարդը, որ ունի գրիժ, տենց սպասացրել է, մինչև իր այդ հավաքը այդտեղ երևի խնդրել է կամ այսինքն ես չեմ ասում որ կոնկրետ մեր տեսած մարդիկ են սրա մասին, բայց այդ պրակտիկաներ կա, սրա մասին էլ են խոսում։ Այստեղ թարս տարբերակը կա, ինքը գալիս է այնտեղ ընկնում ագրոսկի տակ, այսինքն սրացումը մոտոսկում է գրիժաների կամ կույրաղիկների մասին է խոսքը։ Այդտեղից միանգամից իջնում է, գնում է այդ հարցերը իր լուծում է ու վերադառնում է տուն։ Հա, բայց հա, այդ է քո նկարագրած խնդիրը, էլի։ Հասկացա։ Այլ բան, որ երբ այսինքն այդ վայնկամատի զինկոմիսարիատի ժողովուրդը նայում են, որ այս մարդը ակնհայտ, ասենք խնդիր ունի, էլի, ես հիշեցի դու մասին ես խոսում, այսինքն այնտեղ երկար բարակ նայել պետք չէ, դու նայում ես, որ այս մարդը ոնց որ մի ոտով ռեանիմացիայում է արդեն, էլի, ու տենց այդ կասկածը առաջանում է, էլի, որ այս մարդը երևի всё-таки եկել է, որ այս հարցը լուծի, համար բոլորին առողջություն, թող բոլորը առողջ լինեն, թող բոլորի մոտ ամեն ինչ լավ լինի, բայց այս վարժական հավաքներին պետք է մի փոքր ավելի։ Բայց վերադառնանք դες զորակոչային բանակի կարևորությանը, հա։ Դες զորակոչային բանակը դրանց սկսեցինք դրա մասին խոսել, ինքը հնարավորություն է տալիս ձևավորել մեծականակ ակտիվ ռեզերվ։ Զորակոչային բանակը տոտալ ռեզերվի մարզման վայրն է, այսինքն հիմա իրանք նույն օրենքով ասում են եղբայր, օքեյ, մենք 4 ամիս կմարզենք, էլի քո մասնագետը կառաջանա։ Չի առաջանա 4 ամիս մասնագետ, չէ։ Չի առաջանա։ Ինչի մասնագետ չի առաջանա։ Օրինակ գրադի չգիտեմ, ինել գրադի, գիտես հաշվարկի համար կարող է առաջանա, այսինքն եթե մենք այդ մասնագետի մասին ենք խոսում, հրետանու մեջ է երևի կարա հաշվարկի համար առաջանա, էնել ոչ 4 ամսում կամ մի ամսում կամ 4 ամսում ամենաշատը ինչ որ կառաջանա, այդ շարքում հավսարս գազ տանող, ոտնաթաթ ուղիղ ձգող եւ ծունկը չծալելով քայլող զինվոր կար առաջանա, որը ինչ որ չափով կարողանում հրաման լսի եւ կատարի։ Այս մասնագետ չի առաջանում։ Իհարկե ոչ։ Կապավոր։ Իհարկե ոչ։ Ոչ մի մասնագետ չի առաջանում։ Ոնց են ժամերի քանակը կա։ 10000 ժամի, բայց չէ, դե դիպուկահարների մասին չենք խոսում, որտեղ այնտեղ տարիների մարզվածությունը անհրաժեշտ։ Հա, տարիների մարզվածություն։ 4 ամիս էլ ուշ չի։ Բայց այտես ինչով է կարևոր է զորակոչային բանակի, չենք ասում է 2 տարի գնա դիրքերում բան շոր մաշի։ Հա, մենք խոսում ենք այն բանակի մասին, մեր երազանքի բանակի մասին ենք խոսում, որտեղ իրոք ծառայությունը վերածվել է զինվորական մասնագիտության, վերջում վերածվել է զինվորական հաշվառման մասնագիտության, որով իրան հետո պատերազմի ժամանակ կամ վարժական հավաքի ժամանակ կանչելու են։ Արդեն այդ հաշվառված մասնագիտությամբ ինքը գործանի արդեն։ Ինքը էլ կարիքը չպետք է ունենա ամիսների ներդաշնակման, վերապատրաստման եւ այլն։ Այդ վարժական հավաքներն էլ միակ նրա համար պետք է ծառայեն, որ մասնագիտական գիտելիքը թարմացվի ընդամենը։ Դու 2 տարի ծառայեցիր, հասար քո մասնագիտական ունակությունների պիկին, իսկ հետո տարին մեկը թե ինչքան կորոշվի, դու հետ ես վերադառնում զինված ուժեր, ուղղակի այդ պիկը պահելու համար 4 ամսում դու մասնագիտական քո պիկին չես հասնել, նույնիսկ հրաձիգի մասով։ Ստեղ ավետը կարևոր մի ամիսը вообще լուրջ չի, չէ՞։ Կարևոր եզրույթ օգտագործես ներդաշնակեցում, այսինքն այդ ներդաշնակեցումը ինքը բավականին բարդ process է, դու սկզբից ջոկիտ կազմում ես ներդաշնակում, դասակիտ կազմում ես ներդաշնակում, այսինքն այստեղ խոսքը ոչ այնքան եւ նույնիսկ ոչ այդքան առանձին վերցրած զինվորական մասնագետի մասին է, ոչ բանակը անհատների մասին չի, բանակը ստորաբաժանումների մասին է։ Հա, շուտ միավորումների։ Եթե մեծ բանակա զորա միավորումների։ Խոսքը այս մասին, այսինքն ստեղ էլ պետք է մեր ուղեղի մեջ այդ կարծրատիպը փոխենք, այսինքն մենք ասում ենք այ քանի, չգիտեմ, տանկ առել պետությունը այս տարի, հա, այսինքն հարցը ինքնին շատ սխալ է։ Տանկը էական չի։ Քանի տանկային գումարտակ է եկել, այսինքն դու հենց սկսում ես այդ կատեգորիաներով մտածել, ստորաբաժանում, այդ ոչ այդքան կարևոր հարցերը արանքից դուրս են գալ։ Իհարկե դու 4 ամսում չես կարողանա ստանաս լավ մասնագետներից բաղկացած ներդաշնակված նորմալ ռազմունակ ստորաբաժանում, որի առաջ կարաս խնդիր դնես, որը հետո զորացել ես, հետո բարբերաբար հետ կանչես, իրենք իրար դեմքն էլ հիշեն, իրար հետ են գործում։ Կարևորը իհարկե ոչ այնքան ինչքան կզորակոչես, այլ այնքան ինչքան կզորացրես, այլ ինչքանով կհամալրես քո ռեզերվային բանակը։ Մեր պարագայում իհարկե մենք գիտենք, հա, այն բանակը, որ այն թվակազմով եւ այն զինված ուժերը, հա, եւ այլ զորքերը, այն թվակազմով, որ այսօր հաստիկակազմով համալրված են, կռիվ անելու համար ընդհանրապես բավարար չի։
Ոչ մեկի մոտ բավարար չի, ոչ մեկի մոտ բավարար չի։ Ինքը խաղաղ ժամանակի բանակ։ Խաղաղ ժամանակի բանակ, հա, ինչ որ հաստիկներ համալրելու եւ այլն, բայց եթե մենք նայենք այն սպառնալիքները, որով մեր ողերի հարևանները անընդհատ սպառնում են, մեզ գալ կոտորելու սպառնալիքները, եւ դա չեն էլ թաքցնում։ Հա, կարող է չկոտորեն մի օրում, կարող է կոտորեն, ասենք 5 տարում դեմոգրաֆիան փոխելով, չգիտեմ ինչով ամեն ինչով, այդ սպառնալիքին դիմակայելու համար դու պետք է ունենաս եւ կանգնած բանակը standing army, ոնց որ անգլիացիք են ասում, եւ reserve army, հա, եւ այն մարզված, ներդաշնակեցված իրենց հրամանատարին իր կապի միջոցներով զենքով կապի միջոցներով համալրված տարածքային պաշտպանության ուժերը եւ տեղական պաշտպանության ուժերը, որը հնարավորություն է տալու երկիր չկորցնել։ Իրականում ես այս օրենքի այդ բարոյական սանդղակը եթե որոշելու եմ, ինքը մոտավորապես նույն են մակարդակի վրա է, եթե լրիվ Եթե օրինակ պետությունը հայտարարի, որ ժողովուրդ ջան, տեսեք ինչքան թմրանյութ է, չէ, տարածված։ Ես չեմ կարողանում դեմը պայքարել։ Ու կա օբյեկտիվ պատճառներ, Telegram-ը, այն, թալիբները Իրանով թմրանյութ են բերում, ստեղ լցնում մետամֆետամին։ Եկեք համ բյուջեն հարստացնենք, համ էլ ոստիկանությանը այս տուֆտագործերից թողնենք, թող նորմալ գործած Թող իրենք զբաղվեն մենակ թմրանյութերի ազդեցությամբ տեղի ունեցած սպանությունների հետ։ Հա, օրինակ, եկեք օրինականացնենք, գինը հստակ նշենք, կբացվեն խանութներ, կսկսի արտադրություն, մետամֆետամին մենք կարտադրենք, տուրիստը կգա ստե փող կծախսի։ Ոստիկանությունը, մենք ոստիկանության վրա ավելորդ փող չենք ծախսի, իրանք էլ չեն զբաղվես հիմար բաներով։ Բյուջե լիքը փող կլցվի։ Ժողովուրդն ջահելությունը սենց ուռում, ծակվում, ինչ է, օբյեկտներում կանեն։ Նման փորձ մեր հարևան Վրաստանում ժամանակին կար, հա, թեթև նարգոտիկների օրինականացում, այն ժամանակ էլ Վրաստանում ինչ-որ մի բա եղավ այդ $7,000 բանակից ազատվելը, հա, եւ այլն, բայց Վրաստանի պետությունը իր ռազմական դոկտրինում ունի գրած, եթե Թուրքն ու Ադրբեջանը մեր վրա հարձակվում, մենք չենք դիմադրում։ Ունի գրած, հա, ես չեն դիմադրելու։ Դե կարող է դոկտրինը հեսա մեր մոտ են գրելու։ Իսկ արդյոք այդ դեպքում հայ ժողովուրդը, հայկական պետականությունը գոյատևելու հնարավորություն կամ իրավունք ունի արդեն այդպիսի մոտեցման պարագայում։ Ես կարծում եմ, որ եթե այդ մոտեցումը դարձավ կյանքի կոչվեց, հա, մոտեցումը իմիջիայլոց հենց բանակ քանդելու, բանակը հասկացանք, որ քանդելու տրամադրվածություն կա, հա, բանակ քանդելու, պետություն քանդելու, պետականություն քանդելու, հասարակական բարոյական նորմերը նշաձողը անընդհատ իջացնելու, այս օվերտոնի պատուհանների դռներ դարպասներ բացելով, հա, վաղ չմիսօրը մենք այս տարածքի վրա առանց Հայաստան գրված կլինի, բայց առանց սահմանների գրված կլինի, հա։ Մի խոսքով ես կարծում եմ, որ ստեղ իրականում ես հույս ունեի, որ գենշտաբը ինչ-որ բան կասեր, կամ գոնե, գիտեք, կա դեպքեր, որ դու կանալներ ունես, դու չես ասում օրինակ Վաչիկը, բայց բոլորը գիտեն, որ Վաչիկը դա քո խոսափողն է, էլի, ոչ պաշտոնական, ու ասում են, փաստորեն գենշտաբի կարծիքը սա է, բայց ես այդտեղ չտեսա, էլի, ու շատ ցավալի էր այդ բանը։ Տես, էլի կարող ենք վերադառնալ հակասահմանադրական այսպես չարե փոխումներին, հա, որ տեղի ունեցան զինված ուժերում, օրինակ գլխավոր շտաբպետին, որը իմիջիայլոց սահմանադրական պաշտոն է, հա, սահմանադրությամբ սահմանված, զինված ուժերն էլ սահմանադրական այսպես գաղափար եւ բան են, կառուցվածք են։ Գլխավոր շտաբպետին դարձեցի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բայց առանց փոխարինելու իրավունքի ստորադասեցին, իմիջիայլոց պաշտպանության նախարարը դա սահմանադրական պաշտոն չի, կառավարության կառուցվածքը դա առանձին օրենքով սահմանվող, որտեղ կարող է պաշտպանության նախարարը չկոչվի, ավելի կարևոր մարդու ավելի ոչ կարևոր սահմանադրական պաշտոնը, սահմանադրական պարտականությունը ստորադասեցին վարչական կամ կառավարչական պարտականություններին, լիազորություններին եւ դրանից այս կողմ սկսվեց այս գլխավոր շտաբի ոնց որ նսեմացում նվաստացումը, բայց զինվորական խավի նվազեցում եւ ստորացումը իմ կարծիքով սկսվեց այն ժամանակ, երբ որ դրամական բավարարումը դարձրեցին աշխատավարձ եւ սկսեցին եկամտահարկով հարկել, ծառայության վայրը այդ ժամանակվանից դարավ գործի տեղ։ Ես անձամբ եմ տեսել դա։
բարձրաստիճան հրամանատարներին Շարուն Ֆիզո Շարային ստուգում ախր այդ գիտեք այդ կարա անի մեկը ով ուղակի չի պատկերացնում ինչա բանակում Շարային քայլել կամ ով ինչ-որ հանձնարարություն ստացել հա չէ իսկապես էլ էս ինքը բանակի ներքին այդ սուբ մշակույթը չպատկերացնող մարդու մտքով կարա անցնի որ չգիտեմ այսինչ զորամասի հրամանատարին կարելի է կամերայի առաջ Շարային քայլացնել այդ մարդը քննություն տալ այդ մարդը ախր զորամասա վերադառնալու ինքը վաղը չմյուսօր այդ իր զորքը շարելու հետ խնդիր ունենալու հա ես երկար տարիներ հա ծրագրերի տնօրեն հեռարձակող մեդիաներում աշխատած լինելով մի մասնագիտական sense թերություն ունեմ անընդհատ քրոնոմետրաժին եմ հետևում կամած ձեր եթերաժամը սպառվում է պարոնայք ես քանի ինչ չեք վռնդել տաղավարից մի կարևոր բան եմ ուզում ասել ուզում դիմել այս օրինագծի հեղինակին ամենայն հարգանքով առանց հեգնանքի այսպես որպես համակարգացի համակարգացու մեր այն մարդկանց ովքեր կառավարությունում են սա քննարկում այն падգամավորներին ովքեր այս հարցը պետք է քննարկեն նաև ազգային ժողովում հարգելի հայրենակիցներ խնդրում եմ մի տարեք մեզ այս ճանապարհով սա լավ ճանապարհ չէ եմ ասում առանց հեգնանքի եմ ասում առանց մաղձի եմ ասում ուղղակի մի տարեք մեզ այդ ճանապարհով շնորհակալություն զրույցի համար զորաձրույցների եթերում հաջողություն